Շատ լավ է, որ հիմա տանը մենակ ենք։ Ու ես հիմա չեմ նեղվի, որ քեզ անձնական հարցեր տամ։ Դու իմ բոլոր հարցերին պետք է պատասխանես։ Ես պետք է հասկանամ, դու շարունակելու ես մեր տունը մնաս, թե չէ։ Ես ինչ-որ բան սխալ եմ անում։ Գոհ չեք իմ աշխատանքից։ Չէ, ես քո աշխատանքից գոհ եմ։ Ուղղակի ուրիշ հարցեր կան։ Ինչ հարցեր։ Լանա, ես չեմ սիրում մարդկանց անձնական կյանքին խառնվեմ։ Ես դες բաներ չեմ սիրում։ Բայց քո պարագայում ուրիշ է։ Ես քեզ իմ երեխուն եմ վստահում։ Ու ես քո մասին պետք է ավելին իմանամ։ Ով էր այն տղամարդը, որ մոտեցավ քեզ մուտքի մոտ։ Ավելի ճիշտ չմոտեցավ, այլ հարձակվեց քո վրա։ Ու դուք վիճում էիք։ Կարաս չհերքես, ես տեսել եմ, ու քո կողմից սխալ կլինի, որ հերքես։ Ալին, կուզես ինչ-որ բան միացնեմ, իրար հետ նայենք։ Տրամադրություն չունեմ, Արև։ Բա ես հենց քո տրամադրությունը փոխելու համար եմ ասում, որ ծիծաղալու բան նայենք ու դու վատ բաների մասին չմտածես։ Դժվար օգնի, Արև։ Ես ծանր հիվանդ եմ։ Ինձ ոչ մեկ չի ասում, բայց ես զգում եմ։ Տենց մի ասա, դու լավանալու ես։ Ալին, որ դու լացում ես, ես էլ եմ ուզում լացեմ։ Ուղղակի վախենում եմ, Արև։ Պետք չի վախենալ, բժիշկները քեզ օգնելու են, որ լավանաս։ Ես խոստանում եմ, պապայիս կասեմ, ինքն էլ քեզ կօգնի։ Ինքս տեղից լիքը բժիշկների ա ճանաչում։ Իրանց կասենք, կօգնի քեզ։ Քեզ չի սազում, Ալինա։ Ես քո անունը դրել էի ուժեղ աղջիկ մեր առաջին հանդիպումից հետո։ Ու ես գիտեմ, որ ուժեղ մարդիկ չեն լացում։ Ինձ տենց են ասել։ Վերջ, ես հիմա ծիծաղալու բան եմ միացնում ու մենք նայենք։ Արշակ ես դուրս եմ եկել քայլելու, քեզ գրել եմ, չգիտեմ տեսել ես թե չէ։ Չեմ հերքում։ Համենայն դեպս կարիք չկա ինձ հետևելու։ Ես ցանկացած հարցի պատրաստ եմ պատասխանել։ Վստահ եմ, որ չէր պատմի երեկվա տեսածիս մասին։ Ու այն ինչ-որ ես երեք տեսա, իմ դուրը չեկավ։ Ես իրավունք ունեմ, չէ, ամենավատ բաները մտածելու։ Ունեմ։ Տղամարդը կնոջ հանդեպ չէր կարա տենց վարվեր, եթե լուրջ պատճառներ չլիներ։ Լանա, դու աշխատանքի ընդունվելուց ասեցիր, որ ստեղ հարազատներ չունես։ Բայց այն ինչ-որ ես երեք տեսա, ուրիշ էր։ Տպավորություն էր, որ դու ինչ-որ խնդիրներից ես փախել։ Բայց չի ստացվել, նորից գտել են։ Ու հնարավոր է, չէ, որ մի օր արևի հետ լինես ու հարձակվեն քո վրա։ Իսկ ես դա չեմ հանդուրժի, թույլ չեմ տա։ Դրա համար ավելի լավ է հիմա խոսենք։ Բայց եթե չես ուզում բացատրություն տաս, խնդիր չկա։ Բայց կարող ես վաղվանից էլ չգալ աշխատանքի։ Իսկ եթե ուզում ես աշխատես, ուրեմն ավելի լավ է պատմես։ Որ հասկանամ ինչ կարամ անեմ, որ հասկանամ դու կարող ես մեր տանը աշխատել, թե չէ, կամ քո նման մարդը կարա իմ երեխու կողքին լինի,
թե չէ։ Հա, ես փախել եմ Արշակ։ Բայց փախել եմ ոչ թե ինչ-որ մութ գործերից, այլ փախել եմ իմ չստացված կյանքից։ Ու այն մարդը, որին դու տեսել ես երեկ, իմ նախկին ամուսինն է։ Բոլորս էլ անձնական խնդիրներ ունենք։ Բոլորս էլ ունենք դարդուցավ։ Ես յուրահատուկ չեմ։ Ու այնքան բախտավոր չեմ, որ չիմանայի այդ ինչը։ Ես շատ բան եմ տեսել Արշակ։ Շատ բան։ Ես ամուսնացել եմ մտածելով, որ կյանքս կապում եմ իմ սիրած տղամարդու հետ։ Իսկ այդ տղամարդն այսօր իմ թշնամին է։ Փաստորեն դու ամուսնացած ես եղել։ Դու չես ասել դրա մասին։ Չեմ ասել, որովհետև չեմ մտածել, որ դա կարևոր է։ Որովհետև հիմա ամուսնացած չեմ։ Որովհետև մտածել եմ, որ դա անցյալս է ու էլ հետ չի գալու։ Ու ես հիմա ինձ շատ վատ եմ զգում Արշակ։ Ես ինձ զգում եմ աշակերտ, որ պիտի բացատրի, թե ինչի համար դասը չի սովորել։ Ես ամաչում եմ։ Փաստորեն անհանգստացնում է քեզ։ Չի թողում, որ հանգիստ ապրես։ Լավ, բա ինչ է ուզում։ Ուզածը ինչ ասա, հասկանամ, ինչով կարամ օգնեմ։ Այս մազը կգաս հետ տանք մի հատ էլ նայենք էլի։ Տես որ ասում եմ, ծիծաղալու բան նայեցինք, տրամադրությունդ բարձրացավ։ Ճիշտ ես ասում։ Վայ, արև։ Ես արդեն Արևին տեսնելուց հուզվում ես։ Կլինի սուս մնաս։ Չի լինի նորը։ Չի լինի։ Որովհետև ես տեսնում եմ, որ Արշակը իր ուզածին հասնում է։ Սենց որ շարունակվի մի օր էլ Արշակին կընդունես։ Չես գն, որ արդեն սխալ բաներ ես խոսում։ Հա? Հա? Մոռանում ես դու որտեղ ենք։ Մոռանում ես, որ Ալինան լավ չի։ Կլինի գոնե ստեղ քեզ ցույց չտաս։ Սպասի կգնանք տուն։ Կարտահայտվես, ինչ մնացել է քո մեջ, ինչ կա քո ներսում դուրս կանես։ Կթեթևանաս, խոստանում եմ։ Ես մենակ մի բան կասեմ։ Դու այսօրը լավ հիշի։ Լավ հիշի նորը այսօրը։ Որովհետև այսօրը մեր ճակատագիրը փոխելու է։ Ալինայի ու Արևի այս մտերմությունը Արշակի թակարդներից մեկն է, որի մեջ մենք արդեն հայտնվել ենք։ Հալալա քեզ Ալիս, լուրջ եմ ասում, դու ոնց ես կարող ես իրավիճակում Արշակի մասին մտածես։ Ոնց ես կարող էլի, ես օրինակ չի ստացվում, ինչ անում եմ, բացի Ալինայից ոչ մեկի մասին չեմ կարող մտածեմ, իսկ դու անցյալի մասին ես նորից մտածում։ Կարևորը այն է, որ Ալինան Արևի կողք իրան լավ ասքում, մնացած ամեն ինչի համար մեկ է։ Ով ինչ կմտածի, ինչ կանի, ինչ ուզում անեն, ես թքած ունեմ։
Կարևորը Ալինան է։ Պարզա։ Պարզը։ Ուզում ա, որ միանանք։ Իսկ ես չեմ ուզում։ Որովհետև շատ լավ հասկանում եմ, որ ոչ մի բան չի փոխվելու։ Իսկ ես նույն գետը երկրորդ անգամ չեմ պատրաստվում մտնել։ Ես այսքանը քեզ չէի պատմի։ Բայց ոնց որ դու ես ասում, իմ մասին ամեն ինչ պիտի իմանաս։ Երախուտ հետ եմ ամբողջ օրը։ Ուրեմն իմացի Արշակ։ Ես 5 տարի դժոխքի մեջ եմ ապրել։ Եթե այսքանը բավական էլ չշարունակեմ, հաճելի չի։ Բա ոնց ես 5 տարի դիմացել։ Ինչի չէր բաժանվում։ Որովհետև գնալու տեղ չունեի։ Ես ծնողներիս հետ վարձով եմ ապրել։ Հետո ամուսնացել եմ, ծնողներս մահացել են։ Ես ոչ մեկը չեմ ունեցել, վախեցել եմ։ Հետո ուզել եմ ընտանիքս փրկեմ, հնարավորություն տամ ինձ էլ իրանել։ Եթե ես մեղք ունեմ, ուրեմն իմ մեղքն է սա Արշակ։ Հետո աշխատանքս եմ կորցրել ու էլի իրա պատճառով։ Եթե մինչև գիշեր պատմեմ, էլի կպատմեմ։ Արժի որ շարունակենք։ Ու դու 5 տարի դիմացել ես Լանա։ 5 տարի։ Հա։ Ինքնասիրությունս, հարգանքս, պատիվս, ամեն ինչ կորցրել եմ։ Ու բոլոր կորցրածներիս վրա աչք եմ փակել ու էլի կփակեի։ Բայց երախուս կորցնելը չեմ կարողացել ներել։ Այդ մեկն ամենամեծ ցավն ա եղել, որ ինքը ինձ տվել է Արշակ։ Ոնց։ Դու քո երեխուն ես կորցրել։ Կներես Արշակ, էլ չեմ դիման։ Հերիքա։ Արշակ, երդվում եմ ես այսքանը քեզ չէի պատմի։ Ինչ-որ բան է եղել, թե ինձ ատվում։ Չէ, դա ոչ մի բան չի եղել։ Նոր Արևին ու Ալինային իրար հետ տեսա։ Ունես տպավորություններ, որ իրանք ամբողջ կյանքում իրար հետ շփվել են, իրար ճանաչել են։ Ես կգժվեմ հետո։ Ես չգիտեմ ինչ անեմ, ես չգիտեմ, որ նա ճիշտ աղբեր ես։ Չգիտեմ էլ ինչ ասեմ նոր։ Իրոք չգիտեմ։ Երկուսն էլ երեխա են։ Երկուսն էլ առանց մեղ գործելու են հայտնվել ես պատմության մեջ։ Իրանք չեն ընտրել ես ճակատագիրը, որ հիմա պատասխան են տալիս ես ամեն ինչի համար։ Անցած անգամ ես էլ էի այդ ասում։ Ուղղակի քո դրամադրվածություններ լրիվ ուրիշ։ Արևը պարկել էր Ալինայի կողքը։ Ու ամեն ինչ անում էր, որ դրամատրությունը բարձրացնի։ Ու այդ իր մոտ ստացվում էր այդ։
Իսկ ես ամեն ինչ անում եմ, ես 2 օր ամեն ինչ անում եմ, որ Ալինան դեկոս մի անգամ ժպտա, բայց չէր ստացվում։ Իսկ արևի մոտ է ստացվում, հա։ Ես չեմ ուզում, որ Ալինան ճանաչի այն մարդկանց, շփվի այն մարդկանց հետ, ովքեր իր տունը քանդել են։ Բայց չեմ էլ ուզում, որ իմ տրամադրվածության պատճառով ինքը ավելի թանկ բան կորցնի։ Չգիտեմ, ողբերս ես կգժվեմ։ Այսքան օրա գործել չեմ գնում։ Նոր, բայց դու նորմալ գործ չունես, այդ ուր ես գնում գալի։ Կողքից ինչ լինում է, ինչ ստացվում է, անում եմ դա։ Եթե ես սովորական գործի հույսին մնամ, այսքան հարց չէի կարողանա լուծեի, չէր ստացվի։ Բա Էլիզը ոնց էր։ Էլիզը շատ ծանր է տանում Արևի ներկայությունը։ Չի ստացվում իր հետ շփվել, չի ստացվում խոսել։ Ամեն ինչ շատ ծանր է տանում, չգիտեմ դա։ Ինձ նայ, Լանա։ Նայ ինձ։ Արշակ չեմ ուզում, որ դու ինձ խղճաս։ Ես քեզ խոստանում եմ, իմ անձնականը չի խանգարելու իմ աշխատանքին։ Ինքը խոստացել է, որ էլ չի գալու։ Ինքը չի կարա մոտենա ոչ ինձ, ոչ էլ առավել եւս Արևին։ Ես այդ հարցը լուծել եմ, Արշակ։ Ես քեզ հետ եմ։ Բայց նրա համար չէ, որ խղճում եմ։ Որովհետև տեսնում եմ, որ մենակ ես, որ վախեցնում եմ։ Իսկ ես չեմ կարող անտարբեր անցնեմ, ես այդ մարդը չեմ։ Ու եթե ստացվել է, որ մենք հանդիպել ենք, ուրեմն տենց է պետք։ Ու ես քեզ պետք է օգնեմ։ Ինչ էր ուզում երեք։ Փող։ Ինքը փողից բացի ուրիշ ոչ մի բան չի ուզում, Արշակ։ Հորին էլա, որ ես իրան փող եմ պարտք։ Բայց ես իրան ոչ մի բան պարտք չեմ։ Ես ընդամենը իմ հավաքած գումարը վերցրել եմ ու եկել եմ Հայաստան։ Ով է, անունը ինչ է։ Չէ։ Չէ, Արշակ, չեմ ասելու։ Ես չեմ պատրաստվում քեզ խնդիրների մեջ գցել։ Լանա, իրա նման փոքր մարդիկ չեն կարող իմ համար խնդիր ստեղծել։ Դրա տվյալները ասա։ Չէ, Արշակ։ Եթե պետքա, ես էլ չեմ գա աշխատանքի։ Բայց ես չեմ պատրաստվում քեզ խնդիրների մեջ գցել։ Ես թույլ չեմ տա, որ Դու կգաս աշխատանքի։ Շնորհակալ եմ, Արշակ։ Բայց պետք է ինձ մի բան խոստանաս։ Եթե մի անգամ էլ անհանգստացնի, անպայման ինձ ասում ես։ Լավներ չէ, Ալին։ Հա, շատ։ Խանգարեցի, դու հանգիստ պարկի։ Երևի քեզ քայլել չի կարելի, չէ՞։ Արև հանգստացի։ Ուղղակի շատ պարկեցի, ուզում եմ նստեմ։ Իսկ կարողա քեզ վատ ես զգում։ Ուզում ես նորույն ասեմ բժիշկ կանչի։ Չէ, լավ եմ, Արև։ Որ քո հետ եմ հաստատ լավ եմ։ Ես ուզում եմ քեզ տամ։ Ուզում եմ միշտ քո հետ լինի։ Ճիշտ է, Ռոբն է ինձ նվիրել, բայց որ իմանա հաստատ չի նեղանա։ Ես քեզ ավելի կսազի։ Բայց քո նվերն է, Ալին։ Հա, բայց ես ասեցի, չէ, որ ուզում եմ քո հետ լինի միշտ։ Արի ես օգնեմ։ Շատ սիրուն է։ Ապրես, Ալին։ Սրանից հետո դու իմ Արևն ես։
Էլիս։ Ինչ ես լացում։ Որովհետև հոգնել եմ Էդո։ Հոգնել եմ արդեն ուժեղ ձևանալուց։ Նորոն, Ալինան, տատին։ Բոլորը մտածում են, որ ես ուժեղ եմ։ Որ ես էմոցիաներ չունեմ, հասկանում ես, որովհետև ես միշտ տենց եմ ցույց տալիս, բայց ես հոգնել եմ։ Ես էլ եմ ուզում լացեմ, հանեմ իմ մեջի էմոցիաները հետ։ Հոգնել եմ արդեն։ Էլիս, Էդո, քրոջս կյանքը փոխվում է։ Ես ամեն օր տեսնում եմ, ոնց Ալինան գնալով վատանում։ Իմ աչքի առաջ իմ քրոջ կյանքը փոխվում է ու դեպի վատը էդ։ Իսկ ես ոչ մի բան չեմ կարող անեմ։ Էլիս, դու ամեն ինչ անում ես։ Քեզնից ու նորոյից ինչ կախված է, դու կանում եք, Էլիս։ Մնացածը բժիշկների ու Ալինայի պայքարն է, քեզ մի մեղադրի, խնդրում եմ։ Դու էլ չես ուզում սենց կոտրված ինձ տեսնես, չէ՞ էդ։ Էդո, ես անընդհատ իմ ցավը իմ ներսում թաղում եմ։ Բայց հոգնել եմ, արդեն կոկորտիս է հասել, հասկանում ես։ Արդեն կոկորտիս է այդ ցավը հասել ու ինձ խեղդում է Էդո։ Եթե Ալինային մի բան լինի, ես չեմ ապրի։ Էլիս, հանգստացի, խնդրում եմ քեզ, հանգստացի։ Ոնց հանգստանամ Էդ։ Այս պատերից են կողմ քույրս կյանքի ու մահվան կռիվ է տալիս, դու հասկանում ես։ Ալինայի ամեն մի շնչով ես ուրախանում եմ Էդո։ Ամեն մի շնչով։ Ուրախանում եմ, բայց համ էլ վախենում եմ, գիտես, որովհետև մտածում եմ, որ Սուս, հանգարց տենց բան չասես։ Ալինայի վիճակը ծայրահեղ ծանր չի, փառք Աստծո, երեխեն նորմալ շնչում է Էլիս։ դու չես տեսել։ Դու չտեսար ինքը ոնց տանը վատացավ Էդ։ Իսկ ես տեսել եմ։ Ես ինձ լրիվ կորցրել էի, հասկանում ես, ես մտածում էի չենք հասցնելու հիվանդանոց գանք։ Ես մտածում էի մեքենա չենք գտնելու, հասկանում ես։ Էդո ես դողում էի։ Ու ոչ թե ցրտից, այլ վախից էի դողում, Էդո։ Լավ, Էլիս, եթե ուզում ես լացի, հանգստացի, բայց խնդրում եմ քեզ, էլ երբեք չմտածես, որ Ալինայի հետ կարա ինչ-որ վատ բան լինի, լավ։ Էդ, ինչ լավ է, որ դու կաս։ Ինչ լավ է, որ դու ինձ գոնե հասկանում ես։ Էդ, ես չգիտեմ դու ոնց ես արել, բայց քո կողքը ես գտնում եմ իմ կորցրած թեթևությունը։ Էդո, դու միակ մարդն ես, ում գրկում ես մոռանում ես վատ մտքերը։ Կգրկես ինձ։ Էլիս, կուզես իրար հետ ինչ-որ մի տեղ գնանք, մի քիչ կհանգստանաս, էլի կգանք։ Չեմ կարա։ Ալինային մենակ թողնամ Էդ։ Ալինան մենակ չի, Նորան ու Արևը հետն են։ Մի րոպե։ Այդո։ Աղբերս ինչ կա։ Ալինայի հետ նորմալ է ամեն ինչ։ Ամեն ինչ նորմալ է, Արևի հետ զբաղվում են։ Ինչ ա եղել։ Ես ու Էլիզը ուղղակի ուզում ենք հիվանդանոցից մի քիչ հեռու գնանք, խոսենք։ Այդ ջան, եթե դրա կարիքը կա, խնդիր չկա, գնացեք։ Լավ, ապրես։ Արի, գնանք։ Խոստանում եմ մի քիչ կխոսենք, կհանգստանաս, հետ կգանք։ Լավ։ Խմիր սա։
Շնորհակալ եմ, Արշակ։ Ես իսկապես քեզանից շատ եմ շնորհակալ։ Դու առաջին մարդն ես, ում հետ այսքան խոսեցի ու պատմեցի։ Ես հիմա ինձ շատ թեթևացած եմ զգում։ Արշակ, խոստանում եմ, էլ առիթ չի լինի, որ մենք այս խոսակցությանն անդրադառնանք։ Ես էլ հարցեր չեմ տա։ Մամաս ասում է, որ թեյը հանգստացնում է։ Խմի տեսնենք ճիշտ է ասում։ Այդ երբ որ մարդու ներսը քանդված է, աշխարհի բոլոր դեղերն էլ, թեյերն էլ ուղղակի ջուր են դառնում ու վերջ։ Բայց ամեն ինչ մարդու տրամադրվածությունից է գալիս, չէ՞ Էլիս։ Դու ինչքան քեզ վատ մտքերով ծանրաբեռնես, այդքան խնդիրները հաղթահարելը ավելի դժվար է լինելու։ Իսկ եթե փորձես մի քիչ ավելի լավատեսորեն մոտենալ, ավելի թեթև կտանես։ Ինչ։ Նեղացած ես ինձնից։ Բայց որ սենց խոսում ենք, մեկ-մեկ թվում է հին օրերը հետ են եկել։ Ինձ թվում էր մենք էլ կյանքում սենց չենք զրուցելու։ Կարոտել էի մեր զրույցները հետ։ Ինձ էլ էր տենց թվում, բայց դե Այդ նեղացած ես չէ ինձնից։ Ես չեմ ուզում դու իմ կողքը լինես, որովհետև ես լացում եմ, որովհետև ես վատ եմ ու վերջ։ Ես ուզում եմ, որ եթե մեր մեջ հարցեր կան, խոսենք ու պարզենք, Էդո։ ես չեմ կարծում, որ այդ մեզ ինչ-որ մի բան կտա Էլիս։ Արի մոռացի այս թեման, անցնենք առաջ։ Ախր ես խոսելու ու բացատրելու բան ունեմ, Էդ։ Նույնիսկ ամենամեղավոր հանցագործին վերջին խոսքի իրավունք տալիս են։ Իսկ դու ինձ դրանից էլ ես զրկում։ Էլիս դու հանցագործ ես, ցավը տանեմ, ոչ էլ ես եմ դատավոր։ Շատ տհաճ թեմա է, էլի, մի բացի, խնդրում եմ։ Չես ներել։ Լավ, եթե չես ներել, ինչի ենք մենք հիմա ստեղ Էդո։ Ինչի ես ինձ օգնում։ Ինչի ես իմ կողքը։ Որպես լավ մարդ, հա։ Թե որպես հին ընկեր։ Էլիս, ես վստահ չեմ, որ դու ինձ դες բացատրություն կարաս տաս, որը ինձ կբավարարի։ Վստահ չեմ, որ ես կհավատամ։ Դրա համար չեմ ուզում, որ այս թեմայով խոսանք։ Սիրում ես ինձ։ Ալո։ Բարև։ Կներես, որ զանգել եմ, ուղղակի Էդոն զանգերից չի պատասխանում։ Ուզում եմ հասկանամ Արևը ոնց է, ինչ է անում։ Ալինայի մոտ է։ Մի րոպե։ Չես հավատա, բայց քնել են։ Ոնց քնել են։ Տենց խաղացել են, հետո երևի քնել են։ Դե դու այն ասա, թող Արևին պատրաստի, ես մոտակայքում եմ, արդեն ուշ է։ Լավ։ Նորո, Ինչ։ պարտադիր չի այդքան կոպիտ պատասխանես։ Գիտեմ, որ իմ զանգերը քեզ տհաճ են։ Մի հարց էլ կտամ ու վերջ։ Ալինան ոնց եղավ։ Արդեն լավ է։ Մերսի, որ անհանգստանում ես։
Այդ հարցի պատասխանը քեզ երբեք չի հետաքրքրել։ Չես թողել, որ դրա մասին խոսամ, հիմա ինչ փոխվեց։ Հիմա է հետաքրքրում։ Տեսնում ես, որ չես ներել։ Առաջ դու էիր փորձում այդ թեմայի մասին խոսալ, դու էիր բացում թեման։ Իսկ հիմա ես խոսում, չես էլ ուզում լսես։ Դու հասկանում ես, որ եթե ես չբացատրեմ, մենք շատ կարևոր բան կկորցնենք այդ։ Ես կկորցնեմ, Էլիս, ես, դու ոչ մի բան չունես կորցնելու։ Իսկ կլինի իմ տեղը ես որոշեմ։ Կլինի։ Էդո։ Ես քեզ չեմ խաբելու։ Հա, ես Հասմիկին ասել եմ, որ ես քեզ չեմ սիրում։ Հա, ասել եմ, որ չեմ ուզում շփվենք։ Էդո, բայց ես ոչ մի անգամ չեմ ասել, որ քո հետ շփվում եմ, որ Արշակին վատություն անեմ։ Ես տենց բան չեմ ասել։ Ես ինձ չէի հարգի, եթե տենց բան անեի այդ։ Ես միշտ հարգել եմ քեզ ու քո զգացմունքները անկախ նրանից ոնց են վերաբերվել դրանց։ Հա, մենք կռվել ենք։ Հա, ես նեղացրել եմ քեզ, վիրավորել եմ։ Բայց այդ ընթացքում մի րոպե, մի վայրկյան չի եղել, որ ես քեզ շնորհակալ չլինեմ ինձ սիրելու համար։ Էդ, ես ամենավերջին մարդը պիտի լինեի, եթե տենց բան անեի, հասկանում ես։ Հա, ես Արշակին ատում եմ։ Հա, ես ուզում եմ Արշակին վատություն անեմ, բայց ոչ քո միջոցով։ Դու այդ հարցում չկաս, Էդո։ Իմ մտքին տենց բան չի եղել, հասկանում ես։ Բայց այդ դեպքում ինչի Հասմիկը այդքան բանը սարքեց։ Քեզ էր ուզում վատություն աներ, թե ինձ։ Ես չգիտեմ։ Չգիտեմ ինչի է։ Ես էլ չեմ հասկանում, որովհետև Հասմիկը ոչ մի նորմալ բացատրություն չի տալիս։ Էդ ես հիմա Հասմիկի հետ չեմ շփվում։ Ընդհանրապես չեմ շփվում, երդվում եմ։ Չես հավատում։ Հերիքա, Էլիս, հերիքա, էլ բան մի ասա։ Էդ ինձ հավատում ես, չէ՞։ Կվստահես ինձ էլի, Էդո։ Հա, հավատում եմ։ Հա, նոր։ Էդո, Մագդան եկել է, Բակոն սպասում է, որ գաս Ալևին իջացնես։ Նոր, բայց ասեցի չէ, որ հիվանդանոցից հեռու եմ գնում։ Բա ասեցի, որ հեռու չեք գնում։ Դե հիմա էլ որ դուրս գանք, այս խցանումների մեջով մինչև հասնենք, կես ժամ կանցնի, նոր։ Լավ, Էդո, լավ։ Հն, էդ ինչ էր ասում նորն, ոնց է Ալինան։ Էլիս, հանգստացի։ Մագդան է եկել, նորն ասեց, որ գնամ Արևին իջացնեմ։ Էլիս, Մագդան շատ լավ աղջիկ է։ Հա դե, նկարվում եք իրար հետ, սթորիներ եք անում։ Խանդում ես։ Ես։ Չէ, Էդ։ Գիտես ինչ, նորվա մեր խոսակցությունը ոչ մի բան չի նշանակում։ Եղավ Էդո տղա։ Ես ընդհանրապես ինձ վատ էի զգում։ Ինչ։ Ոչ մի բան։ Նեղացար էլի։ Չէ, հիմա էլ չեմ նեղանալու։ Ինչի, ինչ փոխվեց։ Գիտես Էլիս, դու երևի չես զգում ինչ ես խոսում կամ ոնց ես խոսում, բայց ես զգում եմ։ Ես զգում եմ ամեն ինչ հասկանում եմ։ Ու ինձ թվում է մենք նենց հարաբերություններ ունենք, որ եթե քո մոտ ինչ-որ մի բան փոխված լիներ, դու ինձ ուղիղ կասեր։ Բայց ոչինչ։ Ես հենց էլ կհասկանամ։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Կարևորը ես հասկանում եմ։ Մագդա տաքսի կանչել ես։ Մագդա չես լսում, ասում կանչել ես։ Ինչ։ Երեխեն քնած է։ Դու հաստատ չես կարա տանես, դրա համար եմ ասում։ Հա, հիմա կկանչեմ։ Դու երեխուն տուր ինձ։ Չէ, ես կսպասեմ։ Կանչի։ Լավ։
Գնացինք։ Գնացինք։ Մի րոպե։ Չեք շփվում։